Վանաձորի հիվանդանոցային համալիրը նոր տնօրեն ունի։ Նախկին տնօրեն Մհեր Մարգարյանի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել էր։ Նոր տնօրենի ընտրության մրցույթ էր հայտարարվել։ Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել էր 5 թեկնածու։ Տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին սակայն մասնակցեցին հայտ ներկայացրած թեկնածուների 4-ը։ Նրանցից 3-ը բավարարեցին մրցույթի պահանջները։ Հաշվի առնելով թեկնածուների մեջ եղած եւ քննական process-ում ընթացող առավելությունները եւ թերությունները եւ աշխատանքային գործունեության առավելությունները եւ թերությունները մարզպետի կողմից 207 որոշումով բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Աբովյանը։ Հունիսի 11-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարփինյանը եւ Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը նորանշանակ տնօրենին ներկայացրին Վանաձորի բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության կոլեկտիվին։ Արսեն Դարփինյանը շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Մհեր Մարգարյանին շուրջ 7 տարվա համատեղ աշխատանքի համար, հույս հայտնելով, որ առաջիկայում եւս նա իր մասնագիտական գիտելիքները կծառայեցնի մարզի առողջապահության ոլորտի զարգացման գործին։ Մհեր Մարգարյանը մարզի ղեկավարությանը եւ կենտրոնի կոլեկտիվին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի եւ վստահության համար, իսկ Վարդան Աբովյանին շնորհավորեց անչափ պատասխանատու գործունեություն ստանձնելու առիթով։ Մհեր Մարգարյանը կարևորեց նորանշանակ տնօրենի երիտասարդական ավյունը եւ նախաձեռնողականությունը, քանի որ դրանք լավ աշխատանքի գրավական կարող են հանդիսանալ։ Կոլեկտիվը, որ հզոր, կարող եւ լավ կոլեկտիվ է եւ ճիշտ համագործակցությամբ աշխատել ենք ու այս 7 տարվա ընթացքում այդպես սև կետեր չենք ունեցել, դրա գնահատականներ կտակ կոլեկտիվը։ Պայմանները ավելի լավանում է, ինչպես նշեցիք, թե շենքային, թե բոլոր պայմանները։ Ես կարծում եմ նաև փոփոխությունը թող բերի իր առաջընթացը եւ ցանկանում եմ հաջողություն լինի նոր տնօրենի, նոր կոլեկտիվի հետ միասին եւ արդյունքները ավելի գոհացուցիչ լինեն։ Շնորհավոր եմ։ Ներկայացնելով նորանշանակ տնօրենին, փոխմարզպետը բարձր գնահատեց նրա մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղը, մարդկային բարձր հատկանիշները։ Սամվել Լամբարյանն էլ համոզված է, որ համատեղ աշխատանքն իր դրական արդյունքը կտա։ Բավականին բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունի, միջազգային կառույցներում բավականին աշխատանքի մեծ փորձ ունի, կազմակերպչական մեծ փորձ ունի։ Ներկայումս էլ մինչ տնօրենի պաշտոնում նշանակվել աշխատում էր մարզային տեսչության պետ, առողջապահության նախարարության ենթակայության տակ եւ բավականին բարձր ցուցանիշներ ապահովել աշխատանքային գործունեության մեջ։ Ես որպես համակարգի ղեկավար համոզված եմ, որ դրական փոփոխությունները կար ժամանակահատվածում մենք միասին տեսնելու ենք։ Վարդան Աբովյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար նշեց, որ պատրաստվում է փուլ առ փուլ կյանքի կոչել բուժհաստատության զարգացման աշխատանքային ծրագիրը, իսկ հաջող ընթացքի համար ակնկալում է կոլեկտիվի աջակցությունը։ Նարինե Մաթևոսյան, Լիլիթ Յոլչյան, Միք հեռուստաընկերություն։